կկատար իր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Հայաստանի վարչապետը եւ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց են ունեցել քննարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքն ու տարածաշրջանային հարցեր։ Միաժամանակ այսօր տեղի կունենա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկելու են Եվրամիության աջակցությունը Հայաստանին Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին։ Ռուսաստանը չի հանգստանում Ռոսել Խոտնաձորը հայտարարել է, որ այսօրվանից նոր սահմանափակումներ են գործելու Ռուսաստան արտահանվող ու Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ պետություններ առաքվող հայկական մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես հայկական ծաղկման կարտոֆիլի, սմբուկի եւ ջրերի վրա։ Նախընտրական քարոզարշավին մնաց 3 օր քաղաքացիական պայմանագիրը այսօր քարոզարշավը իրականացնում Գեղարքունիքում։ Նիկոլ Փաշինյանը նորից անդրադարձել է իր ձևակերպման բեռագլուխներին, մկաններին մի նայեք, նրանք փոքր երեխաներ են, պապաների կարիք ունեն, ասել է վարչապետը։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Մալիկ Ալեքսանյանը կալանավորվել է 2 ամսով, հայտնում են քննչական կոմիտեից։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, այսօր հունիսի 3-ն է, չորեքշաբթի։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, Էրդողան Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին անցած Կուրբան բայրամի առիթով։ Այդ ընթացքում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ընթացքի եւ տարածաշրջանային խնդիրներ են քննարկվել։ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջև կարգավորումները առաջ են գնում ուղիղ առևտուր սկսելու քայլերով։ Էրդողանը շեշտել է, թե Թուրքիան տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար ջանքեր է գործադրում եւ այդ ուղղությամբ քայլերը մշտապես աջակցում է։ Փաշինյան-Էրդողան վերջին հեռախոսազրույցը, հիշեցնենք, տեղի ունեցել 25 թվականի հունիսի 5-ին։ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ էլ շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Կուրբան բայրամի առթիվ։ Իսկ զրույցի ընթացքում քննարկվել էին մասնավորապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները, երկկողմ օրակարգին վերաբերող այլ հարցեր։ Հատկանշական է, որ 26 թվականի հունիսի 2-ի զրույցի հաղորդագրությունն իր բովանդակությամբ գրեթե նույնն է, նույնպես Կուրբան բայրամի շնորհավորանք կարգավորման գործընթացի ու տարածաշրջանային հարցերի քննարկում, իսկ թուրքական կողմը այս անգամ հավելյալ ընդգծել է ուղիղ առևտրի մեկնարկի ուղղությամբ կատարվող քայլերը։ Միաժամանակ այսօր տեղի կունենա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը քննարկելու Եվրամիության աջակցությունը Հայաստանին Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին, հաղորդում է Ազատության բրյուսելյան աղբյուրները։ Ըստ այդ տեղեկությունների Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, թեև դրա հստակ ծավալը դեռևս որոշված չէ։ Դրամական օժանդակությունից բացի, ըստ նույն աղբյուրների, Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար սահմանել արտոնյալ պայմաններ առևտրի ոլորտում։ Խոսքը առևտրի ինքնավար միջոցառումների մասին է, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի եւ քվոտաների։ Թե հայկական որ ապրանքների վրա կարող է տարածվել այս արտոնյալ ռեժիմը, առայժմ հայտնի չէ։ Հստակ է սակայն, որ այս գործիքը Եվրամիությունը սովորաբար կիրառում է, երբ անհրաժեշտ է լինում աջակցել գործընկերներին ճգնաժամային իրավիճակներում տնտեսությունը կայունացնելու ու եվրոպական շուկային ինտեգրումը խորացնելու համար։ Ամենաթարմ օրինակը ուկրաինականն է, որի հանդեպ այս ռեժիմը սահմանվեց 22 թվականի հունիսին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ամիսներ անց։ Մոլդովան առևտրի ինքնավար միջոցառումներից օգտվում է դեռ 2008 թվականից։ 14-ին
սակայն Եվրամիությունն էլ ավելի ընդլայնեց այդ արտոնությունները, երբ Ռուսաստանը արգելեց մոլդովական գինիների, մրգերի եւ մսամթերքի ներկրումը։ Հայաստանի կառավարությունը արտոնյալ այս ռեժիմի շուրջ Բրյուսելի հետ բանակցությունները սկսել էր տարիներ առաջ։ Քննարկումները հեշտ չեն, ընթանում 24-ին հայտարարել էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այժմ սակայն ըստ Ազատության աղբյուրների Եվրահանձնաժողովը պատրաստ է քայլ կատարել այդ ուղղությամբ։ Ընդ որում, առևտրային այս արտոնությունները միակողմանի են եւ Հայաստանը պարտավորված չէ եվրոպական ապրանքների նկատմամբ կիրառել նույն միջոցները, ինչը կարող էր հակասել ԵԱՏՄ շրջանակում Երևանի ստանձնած պարտավորություններին։ Ավելի վաղ հաղորդվել էր Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի հեռախոսազրույցի մասին։ Զրույցից հետո եվրոպացի պաշտոնյան X-ի իր էջում գրել էր, որ Բրյուսելը համերաշխ է Ռուսաստանի աճող տնտեսական ճնշումների դեմ կանգնած Հայաստանի հետ եւ փնտրում է արագ արձագանքման ուղիներ։ Մենք կարագացնենք աշխատանքը խթանելու առևտրային ու էներգետիկ կապերը Հարավային Կովկասի ուղղությամբ եւ տարածաշրջանում, ինչպես նաեւ աջակցելու Հայաստանի տնտեսական կապերի ամրապնդմանը իր անմիջական հարևանների հետ։ Հայտարարել էր Եվրամիության հանձնակատարը, հավելելով Հայաստանը ինքնիշխան եւ անկախ երկիր է, որի ժողովուրդը ազատ է ընտրելու իր երկրի ուղին։ Եթե Եվրամիությունը վերջնականապես հաստատի Հայաստանի համար առևտրի ինքնավար միջոցառումների կիրառումը, դա հայկական արտադրողի համար հնարավորություն կստեղծի մտնել շուրջ 450 միլիոն սպառող ունեցող եվրոպական շուկա, պայմանով, որ արտահանվող արտադրանքը համապատասխանի եվրոպական չափանիշներին եւ որակին։ Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր համագործակցությունից։ Կարծում եմ, կան ապացույցներ, որ նրանք ցանկանում են Հայաստանի ներկայիս առաջնորդը պարտվի ընտրություններում Միացյալ Նահանգների հետ աճող հարաբերությունների պատճառով, ընդգծել է Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ամերիկյան կողմը որևէ կերպ չի միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը եւ չի պահանջում, որպեսզի այլ երկրների հետ բարեկամական հարաբերություններ չունենա։ Մենք պարզապես ցանկանում ենք նրանց հետ ունենալ հարաբերություններ, որոնք հիմնված են ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա ընդհանրապես սկիզբն է, շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ռոսել Խոզնաձորը հայտարարել է, որ այսօրվանից նոր սահմանափակումներ են գործելու Ռուսաստան արտահանվող ու Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ պետություններ առաքվող հայկական մի շարք ապրանքտեսակների համար։ Խոսքը մասնավորապես հայկական ծագման կարտոֆիլի, սմբուկի ու ջրերի մասին է։ Գերատեսչության պնդմամբ սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չի մշակվել առաքվող ապրանքների անվտանգության ապահովման հստակ ալգորիթմը։ Սահմանափակումների ներդրումը մեկ անգամ եւս հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի եւ չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իրեն վերապահված գործառույթը, նշված է Ռոսել Խոտնաձորի հայտարարության մեջ։ Երեք թեմային Սևանում անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը վստահեցրել էր, որ կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի մցրած սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին, որոնք անարդարության են բախվել, այսինքն նրանց անտեղի խախտումներ են վերագրվել։ Ես գիտեմ, Ժորժ ջան, որ շատ մտահոգություններ կան կապված ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր process-ների հետ։ Ես նախ ուզում եմ ասել, որ կառավարությունով մենք արդեն որոշում ենք կայացրել, որ բոլոր այն դեպքերում, երբ որ անարդար արտահանումների խոչընդոտներ եղած կլինեն, մասնավորապես ամենատարբեր բաներով, ինչ եմ ասում անարդար, որովհետև ապրանքներ լինում են երբեմն, որ որակի ստանդարտին չեն համապատասխանում։ Ես էլ 2018 թվին ես էլի այդ ասում եմ ժողովուրդ, մենք չենք կարա անորակ ապրանք արտահանենք մեր ինքնիշխանության եւ մեր պետական շահերի հաշվին։ Այսինքն սա առանձին թեմա է, մենք այդ գործարարներին աջակցելու ենք, որպեսզի իրանց ապրանքները բերեն որակի նոր ստանդարտի։ Մյուսների դեպքում, երբ որ կա անարդարություն, մենք այդ բոլոր դեպքերում աջակցության ծրագրեր կանենք, որպեսզի այն ինչ որ պիտի արտահանվել եւ չի արտահանվել, մենք այդ ապրանքների դեպքում սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որպեսզի տուժողներ մեր տնտեսության մեջ չլինեն։ Ավելին ասեմ, հիմա մենք ասում չկա չարիք առանց բարիքի։ Շատ արագ նոր արտահանման շուկաների մասին է խոսքը եւ հենց այսօր արդեն մեր մի քանի բիզնես պատվիրակություններ մեկնել են եւ շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին արագ արձագանքման համար եւ առաջիկայում արդեն մենք կոնկրետ առաջարկներ ունենք վարդերի գնման հետ կապված, միրգ բանջարեղենի գնման հետ կապված եւ ես այդտեղ մի հատ վատ լուր կա, որը
այս իրավիճակում դառնում է լավ լուր։ Վատ լուրն է, որ մեր արտադրանքի ծավալները ընդհանուր առմամբ շատ մեծ չեն, շատ մեծ չեն։ Մի հատ ասենք ենթադրենք մի հատ նորմալ եվրոպական սուպերմարկետների ցանցը մեր արտադրանքը տենց միանգամից բան կանի։ Լավ լուրն է, որ այսինքն մենք այդտեղ մեծ խնդիրներ չենք ունենա, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որ ես Եվրասիական տնտեսական միության միակ պաշտոնյան եմ, որ համ միջկառավարական խորհրդի անդամ է, համ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է, ընտրություններից հետո կվերադառնանք եւ այդ բոլոր հարցերը, որոնք կան, կլուծենք։ Միաժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է անդրադարձել Հայաստանի իշխանություններին, որոնք ձգտում են անդամակցել Եվրամիությանը, միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ, նա Հայաստանի ղեկավարությանը համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է ակետից հասնել G կետ, պատկերացրեք օդանավակայան, սպասասրահ, տարանցիկ գոտի, չվերթի վերանստեցում, մի քանի ուղևոր, որոնք անցել են ստուգումների բոլոր փուլերը, սահմանային ու անձնագրային հսկողությունը եւ այլն։ Նրանցից յուրաքանչյուրը բառացիորեն ամեն մեկը օրինապահ է, ունի հստակ նպատակներն ու խնդիրները։ Եվ ահա երբ հայտարարվում է նստելու հրահանգը եւ հանկարծ ուղևորներից մեկը, ով կարծես թե գրանցված է այդ չվերթի համար, ասում է՝ գիտեք, ես ոչ թե B կետն եմ գնում, այլ դե երևի ավելի շուտ G կետը, ասել է Զախարովան, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությունում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը, Զախարովան նշել է, որ դա արդեն նույնիսկ երկու աթոռի նստելու փորձել չէ, նորմալ չէ, երբ տեղի է ունենում մանիպուլյացիա, նորմալ չէ, երբ բարի մտադրություններն ու օրինականությունը, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականon գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով, այ սա է աննորմալ, եթե ուզում ես B կետով գնալ G կետ, դա էլ է հնարավոր, կոչվում է տրանզիտ, բայց դա իր լոգիստիկան ունի, երբ գրանցվում ես B կետի համար, թռչում ես այնտեղ, իջնում, բոլորին հաջողություն մաղթում ու գնում այնտեղ, ուր քեզ պետք է, դա կլինի բաց ընտրություն, բայց ընտրությունն արդեն արվել է, ուզում ես փոխել ընտրությունդ, խնդրեմ, դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ, պարզաբանել է նա։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն էլ Տելեգրամյան իր ալիքում է գրել, թե Նիկոլ Փաշինյանը օգտագործում է Եվրասիական տնտեսական միությունը Եվրամիություն անցնելու համար, Փաշինյանը ցանկանում է իր բոլոր խնդիրները լուծել ԵԱՏՄ նախ եւ առաջ Ռուսաստանի հաշվին, պնդել է Վոլոդինը։ Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով Հայաստանի վարչապետն այս գործողություններով փորձում է պահպանել իր անձնական իշխանությունը, սակայն դրա գինը շատ բարձր է լինելու։ Վոլոդինի պնդմամբ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներից թաքցնում է, թե ինչ է արժենալու ԵԱՏՄ կազմից դուրս գալը, գազի գինը կթանկանա գրեթե 4 անգամ։ Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտները, որոնց ծավալն այսօր կազմում է շուրջ 4 միլիարդ դոլար, կտրուկ կերպով կկրճատվեն։ Ռուսաստան մուտքի միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, իսկ Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատանքի հնարավորություն կտրամադրվի բացառապես հատուկ արտոնագրերով։ Հայկական արտադրության ծաղիկների, մրգի, բանջարեղենի, ձկան, ալկոհոլային խմիչքների եւ հանքային ջրի մատակարարումները կդադարեցվեն, գրել է Պետդումայի նախագահը։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Բադալյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Բադալյան, տեսնում եք, թե ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում եւ մեծ հաշվով, թե ինչպիսի անհանգստություններ ունի Եվրամիությունը այս առումով։ Ես ներկայացրի, թե մասնավորապես վերջին ժամերին ինչպիսի հայտարարություններ են եղել Վոլոդինի հայտարարություններ, Զախարովայի հայտարարություններ, դուք արդեն տեսնում եք նույնիսկ գազի գնի հետ կապված կոնկրետ, 4 անգամ է թանկանալու, ինչպիսի սպառնալիքներ կան եւ որ պիտի մեր հասարակությունը իմանա, թե Հայաստանը երբ դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից ինչպիսի լուրջ խնդիրների է բախվելու։ Նախ ձեր գնահատականը տեղի ունեցող process-ներին եւ ըստ էության Եվրամիության մտահոգությունները Ռուսաստանից եկող այս ուրեմն պատժամիջոցների վերաբերյալ համեցեք։ Շնորհակալ եմ, նախ հենց սկզբից ուզում եմ ասել, որ սրանք ուղղակի նախընտրական գործընթացների վրա ազդելու միտում ունեն եւ այս սպառնալիքները, որոնք իրատեսական հիմք չունեն եւ քիչ հավանական է, որ դրանք երբևիցե կիրագործվեն, այս փուլում շատ ակտիվացել են պարզապես հայ ընտրողի վախերի հետ խաղալու, այսպես փորձելով վախեցնելով, ստիպել, քանի որ բոլոր գործիքները արդեն կիրառված են, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը անդրդվելի է
եւ ինքը գիտի, որ իշխանությունը իրենն է եւ ինքը պիտի ընտրություն կատարի, սրանք այսպես հուսահատ քայլեր եմ ես դիտարկում որպես այդպեսին։ Ինչ վերաբերում է գազի գնի թանկացմանը, ապա ես կարծում եմ, որ մեր հանրության մեջ թյուր կարծիք կա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գազը սպառում է մատչելի գնով։ Նախ տարածաշրջանում ամենամատչելին չի, գուցե Գազպրոմը ավելի մատչելի գնով է գնում գազը, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար այն կարելի ասել թանկերից մեկն է, եթե ոչ ամենաթանկը տարածաշրջանում ընդհանուր առմամբ, եւ այս իմաստով ուզում եմ մեր քաղաքացիներն ասել, որ էլ ավել թանկացնելու տեղել չկա։ Իզուր թող չհաբեկեն։ Հա, թող չհաբեկեն եւ կարծում եմ, որ մի քիչ ուսումնասիրության դեպքում շատ մեծ գիտելիք պետք չի այդ ամեն ինչը եւ շատ մեծ ինֆորմացիոն պաշար պետք չի այդ ամեն ինչը բարձելու համար եւ քաղաքացիները բնավ մտահոգվելու բան չունեն եւ կարծում եմ այս տարիների ընթացքում մենք նաեւ կարողացել ենք ապացուցել ի հեճուկս մեզ վերագրվող բավականին այսպես վատ պիտակավորումների եւ անլրջությունների մենք կարողացել ենք ապացուցել, որ մենք այնուամենայնիվ ճգնաժամային կառավարումը շատ լավ ենք իրականացնում եւ այլընտրանքային ուղիների հարցով այսպես անգերազանցելի ենք ամենայն դեպս Հայաստանի Հանրապետության անկախ հանրապետության պատմության մեջ։ Դուք ասում եք հուսահատ քայլեր են, մինչև հունիսի 7 ընկած այս ժամանակահատվածում դրանք կլինեն պայմանավորված նաև այս ուրեմն քարոզարշավով 7-ից հետո եթե ուրեմն այս իշխանությունը վերընտրվում է, հայ-ռուսական հարաբերություններում բեկում է լինելու։ Ոչ, բնավ այդպես չեմ կարծում, որովհետև ցանկացած իրեն հարգող եւ լուրջ քաղաքակիրթ երկիր միևնույն է իր հարաբերությունները անձերով չի պայմանավորում եւ փորձն էլ ցույց է տվել, որ իհարկե իրենցից հասանելի ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ընտրվի իրենց քիմքին, հաճելի, բայց բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ընտրվելու դեպքում ցանկացած երկիր, այդ թվում եւ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է համագործակցել եւ քանի որ մենք առաջին անգամը չէ որ ընտրվում ենք Հայաստանի Հանրապետությունում որպես իշխանություն, մենք դա գոնե շատ լավ գիտենք։ Տեսեք, Զախարովայի այդ հեգնական հայտարարությունները ակետից գկետ գնալու հետ կապված, կեսից իջնելու հետ կապված եւ այլն այս համեմատությունների հետ կապված, սրանք նույնպես այսպես Հայաստանում տրամադրություններ ստուգելու համար են, որովհետեւ ակնհայտ չէ Ռուսաստանին օրինակ թե իրենց այս քայլերը ինչպիսի արձագանք են գտնում, մասնավորապես օրինակ նախորդ օրը խոսում էին նույն լոլիկ աճեցնողները, բիբար աճեցնողները, ելակ աճեցնողները, որ ասում էին ոչինչ, թող այս ճնշումները լինի, մենք գտնենք այլ ընտրանքային ուղիներ, բայց թող մեզ չվախեցնեն Ռուսաստանի Դաշնությունից, այսպիսի արձագանք չէին սպասում։ Կարծում եմ, որ չէին սպասում, որովհետև իրենք շատ թերագնահատում են հայ ժողովրդին ընդհանուր առմամբ, հայ ժողովրդի հասուն քաղաքական միտքը, հայրենասիրությունը, իրենց երկրի նկատմամբ ընդհանրապես պահանջատիրությունը եւ ամիջը թերագնահատում են եւ քանի որ տարիներ շարունակ իրենց հաջողվել է իրենց ցանկացած քմահաճույք պարտադրել Հայաստանի Հանրապետությանը, իրենց թվում է, որ այդպես էլ պիտի լինի, որովհետև հիմա ինչ որ բաներով վախեցնում են, բայց նրանք մոռացել են նաեւ, որ երբ որ առանց հանրաքվեի Հայաստանի Հանրապետությունը մտավ ԵԱՏՄ մի գիշերվա մեջ եւ ժողովրդային ժամանակ դեռ միակամ չէր այսպես եւ դեռ վախեր ուներ, բայց փողոց դուրս եկած բավականին շատ երիտասարդներ կային, որոնք կանխատեսում էին հետագայում այս բոլոր խնդիրները, որոնց հետ մենք բախվում ենք եւ փողոցում ցուցարարների մեջ մեզանից շատերն են եղել, այդ թվում եւ ես, եւ քանի որ իրենց հաջողվել է, կարելի ասել այսպես բռնությամբ Հայաստանի Հանրապետությունը մտցնել ԵԱՏՄ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը այլ պլաններ ուներ, շատ վատ լուր ունեմ իրենց համար։ Մեզ հետ նման կերպ վարվել չի հաջողվելու, որովհետև ժամանակները փոխվել են եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանությունների հետ որոշում է իր ապագան եւ բնավ կարիք չունի որևէ մեկի հետ իր հարաբերությունները փչացնելու։ Ես կհորդորեի Մարիա Զախարովային այդ հեգնական տոնը թողնել մի կողմ եւ առանց հեգնական, այսպես արտահայտությունների եւ հեքիաթների, որոնք իբրև թե ինքը բարդ բաներ է ասում մարդկանց համար հասկանալի չէ, երբ որ կգա պահը, երբ որ Հայաստանի Հանրապետությունը կորոշի, թե ինքը որ տնտեսական միավորի լիիրավ անդամ է դառնալու, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ընդ որում իշխանությունը եւ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, պաշտոնյաներ բազմիցս նշել են, որ մենք
բնականաբար հասկանում ենք, գիտակցում ենք եւ չենք պատրաստվում երկու տնտեսական միավորի մեջ մնալ։ Մենք մեր ժողովրդի հետ կքննարկենք եւ ինչպիսի եզրահանգում կունենանք կամ ինչպիսի որոշում կունենանք, կհրաժարվենք մեկ տնտեսական միավորից եւ կլինենք մյուսի լիիրավ անդամը։ Այնպես որ թող հեքիաթներ չպատմեն ոչ ոք։ Տեսեք, միգրանտների հետ կապված այսպես սահմանափակումների, արտոնությունների, ուրեմն կրճատման մասին են նույնիսկ խոսում, նաեւ սրանով այդ մոտ 2 միլիոնանոց հայկական սփյուռք, այսքան Ռուսաստանում ապրող հայկական սփյուռքը փորձելով օգտագործել ծառայեցնել իրենց շահերին, հաշվի առնելով դրա մեծությունը եւ նաեւ այն մեծ արձագանքը, բացասական արձագանքը, որ կարող է գալ այնտեղից։ Իհարկե սա խնդիր է, սա իրոք խնդիր է, որը մտահոգում է բոլորին, բայց այնուամենայնիվ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր հայրենակիցներին, ես ինքս խորհուրդ եմ տալիս անպայման գալ Հայաստանի Հանրապետություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը շատ փոխվել է եւ այն հանրապետությունը չէ, որից դուք արտագաղթել եք Ռուսաստանի Դաշնություն, դուք կարող եք վերադառնալ, դուք կարող եք այստեղ ապրել ազատ, ունենալ մեծ հնարավորություններ, մեծ հեռանկարներ ձեր ապագան ինքնուրույն կերտելու համար եւ որևէ մեկը ձեզ վրա նման ճնշում չի գործադրելու։ Այս վախի մթնոլորտը, որում որ նրանք ապրում են, մի կողմից պատերազմ, մյուս կողմից տնտեսական ճնշումները, մյուս կողմից քաղաքական ճնշումները, որի հետ մեր բոլոր ծանոթները, բարեկամներ բոլորս էլ ունենք, բախվում են անընդհատ եւ անընդհատ պարբերաբար ապրում են վախի մթնոլորտում։ Վերադարձեք տուն եւ մենք այստեղ ձեզ համար կստեղծենք բոլոր հնարավորությունները։ Իսկ միջոցներ, մեթոդներ բազմաթիվ կիրառվում են այս պահին այնտեղ ապրող մեր հայրենակիցների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։ Նկատի ունեք նաեւ այն, որ նրանցից շատերին էլ ուղղորդելու են գալ այստեղ ամսի 7-ին կատարել ընտրություն։ Այո, գիտեք, արդեն մի խումբ էլ բացահայտվեց օրերս։ Ես առավել քան վստահ եմ, որ նույն ճնշումները եղել են նաև Սամվել Կարապետյանի վրա եւ նա դրա համար էլ եկել է եւ ինքնակամ չի, որ մտել է քաղաքականության մեջ եւ իզուր են բարի համբավը օր-օրի սպառում է եւ ոչնչացնում է եւ միևնույն ժամանակ խճճվում է իր իսկ ստեղծած այսպես սարդոստայնի մեջ կամ բայց ինքը իր համար դա չի ստեղծել։ Շատ բնական է, չէ, որովհետեւ նրա ամբողջ կապիտալը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ այն վտանգված է։ Եվ եթե նա չկատարի այդ հրահանգները, բավականին լուրջ խնդիրներ է ունենալու եւ այն մեթոդները, որով համենայն դեպս վերջին շրջանում ուժեղ Հայաստանն է պայքարում քաղաքական, նախընտրական այդ պայքարի մեջ, նրանք գերազանցել են հնարավոր արդեն բոլոր քաղաքական ուժերին, որ երբևէ կարմիր գիծը փորձել են հատել, նրանք արդեն գերազանցել են եւ այդ նկատի ունեք նաեւ այն ընտրակաշարքը, ոչ միայն ընտրակաշարքը, ձայնագրությունները, ամենից շատ շոկի մատնեց այն, որ կարելի է քաղաքացուն գումար տալ, որպեսզի քաղաքացին հայտարարի, որ ջերմուկում դիրք է հանձնվել։ Եվ երբ իրավապահ համակարգը գնաց այդ քաղաքացու հետևից, քաղաքացին կներեք, ես խմած եմ եղել, չեմ հասկացել ինչ ավելի վտանգավոր չէ, այն տեսանյութերը, որոնք նրանք հրապարակում են հայ եւ ադրբեջանցի երեխաների մանկապարտեզ ընդունելու հետ կապված։ Սա արդեն ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում անկախընտրության ելքերից սրանք պիտի անպայման համաչափ, նույնիսկ անհամաչափ բառիս այլ իմաստով պիտի պատասխանատվություն կրեն իրենց նախընտրական բոլոր հոլովակներում, թե ադրբեջանական դրոշը, թե ադրբեջաներեն խոսքը, թե այդ ամեն ինչը, հատկապես այդ զրպարտությունը ընդհանուր առմամբ որ կա, սրանք բավականին լուրջ, լավ մտածված տեխնոլոգիաներ են, որոնք նպատակ ունեն, միտում ունեն ահաբեկելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ սրանք անպատասխան որևէ դեպքում պիտի չմնան եւ դրա համար եմ ասում, նրանք գերազանցել են բոլոր երբևէ անկախ հանրապետության մեջ եղած քաղաքական ուժերին իրենց լկտիությամբ, չափ ու սահման չճանաչելով եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ոտնահարելով։ Հիմա ինչ է ուզում ասել, օգտվելով այս առիթից, նույն այն ճնշումները, որոնք կան եւ դրանք անդեմ չեն, էլի մենք գիտենք հատուկ նաև բոլորի շրջապատում էլ կան մարդիկ, որոնք այդպես ուղարկվել են այստեղ, որպեսզի գան եւ ընտրեն, այո, գործուղվել են այստեղ, մեկին սպառնալիքներով, մյուսին գումարով եւ այլն եւ այլն։ Ես նախ եւ առաջ ուզում եմ ասել, ինչպես որ մենք կարողացել ենք ազատ արդար եւ թափանցիկ ընտրություններ ապահովել եւ մեծ հպարտությամբ եմ դա ասում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վստահ է, որ իրենից իր քվեն երբեք չի գողացվելու, մենք նույն կերպ նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքներն ենք պաշտպանում, այսինքն գաղտնիությունը, քանի որ քվեարկությունը գաղտնի է, տվյալների գաղտնիությունը եւ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունը ապահովում է եւ քաղաքացու քվեարկության մասին որևէ մեկը տեղեկատվություն չի կարող ունենալ բացի իրենից եւ հետեւաբար բոլորը որևէ մեկը թող
իրեն ճնշված չզգա իր խղճի, իր մտքի թելադրանքով ընտրություն կատարելու։ Խնդիրները բավականին շատ են, բայց մենք, ինչպես տեսնում եք, կարողանում ենք այդ ամենը կառավարել եւ հորդորում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, եթե ունեն ընտրելու իրավունք, անպայման հունիսի 7-ին գնալ ընտրատեղամասեր եւ քվեարկել իրենց խղճի թելադրանքով։ Տիկին Բադալյան, տեսեք, վարչապետը այսօր դարձյալ Գեղարքունիքի մասում էր ծովակում էր, եթե չեմ սխալվում, դատաիրավական համակարգից խոսեց, որ դարձյալ անդրադառնալով Եռագլուխներին, ինչպես ինքն է ձևակերպում, նշեց, որ Հայաստանում դատաիրավական համակարգի, այսպես ասած, մաֆիան պետք է ոչնչացնել, ուրեմն նորից կարծեք սպառնալիքների տոն կար այդտեղ 8 տարի անց, բայց հիշեց, որ 8 միլիարդ վերադարձրել են պետությանը, շարունակական է այդ գործընթացը, շարունակական է լինելու, հիշեց Ծառուկյանի կալուգացուն հենց այսպես էր ձևակերպում Քոչարյանի ունեցվածքը, ասաց, որ ուրեմն պետությունից գողացվածը պետությանն է վերադարձվելու։ Տիկին Բադալյան, շատերը շփոթում են, ասում են, կարծեք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խոսի, եւ ոչ թե Հայաստանի վարչապետը, որը ուներ 8 տարի ժամանակ այդ նույն բարեփոխումները իրականացնելու, մինչդեռ իշխանությունը անգամ չխիզախեց այդ վեյթինգի ճանապարհը ընտրելու, գնալու եւ հիմա եկել կանգնել է նորից խոստանում է, որ ուրեմն փաստորեն պետությունից գողացածը պետությանն է վերադարձնելու։ Ինչու պիտի հավատա քաղաքացին, որ դուք վերադարձնելու եք պետությունից գողացածը։ Պիտի փորձեմ այնպես հավաքել մտքերս, որպեսզի կարողանամ մատչելի եւ թույլատրելիության շրջանակներում ասել, ինչու է Նիկոլ Փաշինյանը շարունակում ընդդիմադիր կեցվածքով խոսել։ Որովհետև հատկապես վերջին շրջանում դուք տեսնում եք, որ մեր երկրի թե ներքին, թե արտաքին, թե տնտեսական, թե ամեն ինչը հիմնականում ինչպես որ նախկինում կառավարվել է դրսից, ոչ թե մենք ինքնուրույն մեր երկրի ներսում կարողացել ենք կազմակերպել, ոչ թե ներսից է կառավարվում, այլ կառավարվել է միշտ դրսից եւ այդ թելերը այնքան շատ են այդ խաղացնողների ձեռքերում, որ դու որ իշխանություն լինելով հանդերձ եւ ցավոք սրտի, եթե նկատել եք ժողովուրդն էլ դրա հետ համակերպված է մեծ մասամբ։ Իհարկե մենք ընտրությունների արդյունքներով կտեսնենք, որքանով է ժողովուրդը դրա հետ համակերպված, թե ոչ, որքանով է ուզում իր ճակատագրի տիրապետումը վերցնել իր ձեռքում, մենք դա կտեսնենք հունիսի 7-ին, բայց այստեղ դու մինչ բոլորովին վերջերս այդ հնարավորությունը փորձել ես ստեղծել, փորձել ես մաքարելով, այսպես քերելով պոկել այդ հնարավորությունը քո երկրում, քո ինքնիշխան երկրում ինքդ կառավարելու, բայց դրա համար այսպես է ստացվում, մեկ-մեկ ընդդիմադիր կեցվածք ենք մենք ընդունում եւ դա գուցե այդ պայքարի ճանապարհներից մեկն է, չնայած մենք վստահություն ունենք, որ մենք ի վերջո կարողանալու ենք ամեն ինչ վերցնել մեր ձեռքը, ոչ թե որպես իշխանություն, որպես ժողովուրդ, որպես երկիր, եւ այս իմաստով ձեզ ասեմ 8 տարին բավական ժամանակ չէր։ Մենք շատ ենք այս մասին քննարկել, բայց մենք չմոռանանք, որ այս 8 տարվա ընթացքում մենք կարող ենք արդեն շատ հստակ խոստանալ, որ շատ արագ է բոլոր հարցերը լուծվելու, ասեմ ինչու, որովհետեւ ամենաիսկզբանե անհնարին թվացող հարցերը մենք արդեն լուծել ենք եւ մենք արդեն, եթե մենք ունեցանք կոവിഡ്, որը գիտեք չկար աշխարհում մի երկիր, որը հեշտությամբ հաղթահարեց եւ լրջագույն վնասներ չկրեց։ Մենք դրանից հետո եւս մեկ արհավիրք ունեցանք, պատերազմ։ Մենք ունեցել ենք այս ընթացքում անընդհատ արտաքին ճնշումներ, անընդհատ մենք կանգնած ենք եղել ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առջև եւ լրջագույն պայքարի գնով ենք կարողացել պահել մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը եւ ոչ միայնակ, այլ ժողովրդի աջակցությամբ, ավելի խոհեմ քաղաքական այլ ուժերի աջակցությամբ, ինչը հուսով եմ կհիշվի նաեւ հունիսի 7-ին քաղաքացու կողմից, եւ բայց մենք դա կարողացել ենք արդեն անել եւ ձեր ասած այն հարցերը, որոնք առաջնային են ձեզ համար թվում, ինքնիշխանության կորստի վտանգի առջև, դրանք մեզ համար երկրորդական են եղել, ելի զբաղվել ենք այդ խնդիրներով, բայց ոչ այն ուժգնությամբ։ Այսօր մենք էլ խնդիր չունենք իմ ասած վտանգների իմաստով, որովհետև խաղաղությունը հաստատված է, ինչ ուզում է ընդդիմադիր դաշտը խոսի, հեճուկս ընդդիմադիրների բոլոր այսպես, չգիտեմ, էմոցիոնալ անդադ ասում են, որ իստերիկայի հասնող այսպես արտահայտությունների, ինչ ասում է Ալիևը, այստեղ այս իշխանությունը շատ արագ կյանքի է կոչում եւ նորից այդ 300,000 ադրբեջանցիների թեզը
շարունակում է օրակարգում մնալ նրանց կողմից։ Որևէ Որքան էլ հերքում է լինում։ որևէ քաղաքացու ծիծաղելի չի թվում այդ ամեն ինչը։ Ծիծաղելի չի թվում, այսինքն պաշտոնական աղբյուրները երկու երկրների բոլորը հերքում են, բայց ընդդիմադիրները որոշել են, որովհետև իրենք ուզում են, որ այդպես լինի։ Իրենք ուզում են, իրենք դրա հետ կապված պլաններ ունեն եւ հետեւաբար իրենց մոտ որևէ բան, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետությանը, չի ստացվելու։ Սա արդեն ես որպես ոչ միայն որպես իշխանություն, որպես ժողովուրդ եւս իրենց ուզում եմ տեղեկացնել եւ զգուշացնել։ Եվ այս ընդհանուր բոլոր խնդիրների մեջ մենք արդեն խաղաղություն ունենք հաստատված, այսինքն այլևս խաղաղության համար պայքարելու վրա այսպես շատ միջոցներ չպիտի ծախսենք, այլ խաղաղությունը պահպանելու եւ այն հարատև դարձնելու, ամրապնդելու վրա պիտի մեր բոլոր ռեսուրսները այսպես կենտրոնացնենք։ Մենք ինքնիշխանության եւ անկախության սպառնացող այդ բոլոր վտանգները գրեթե չեզոքացրել ենք, իսկ հունիսի 7-ից հետո, եթե ժողովուրդը այնուամենայնիվ կընտրի անկախության եւ ինքնիշխանության ու խաղաղության ճանապարհը, դրանք ամբողջությամբ չեզոքացված կլինեն, ելի ի հեճուկս հետընտրական process-ների սպառնալիքների, դրանք կլինեն չեզոքացված։ Հեղափոխությամբ է Քոչարյանը սպառնում։ Դե շատ ծիծաղելի է Քոչարյանին պատկերացնել հեղափոխական կերպարում։ Իհարկե սա կարծում եմ ամենազվարճալի հեղափոխական Ռոբերտ Քոչարյան, սա ամենազվարճալի երևույթն է, ինչ որ կարող է լինել, մի քիչ էլ հումորային, բայց ինչևից է։ Հետընտրական process-ների իմաստը, կրկնում եմ եւս մեկ անգամ այս մասին խոսել, ինձ կարող եք բացատրել այն դեպքում, եթե երաշխավորված են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, այսինքն իրենք հերթական անգամ ուզում են բռնանալ ժողովրդի կամքի վրա։ Ուզում են բռնանալ, իսկ մենք նրա հասը մեր առաքելությունն է եղել, որպեսզի ժողովուրդը կարողանա իր կամքը ազատորեն հայտնի եւ պարտադրի իշխանություններին։ Դուք եք բռնանում, տանում եք մեր ուրեմն թիմակիցներին, ազատազրկում եք մեկին 2 ամիս, մեկին մենք բոլոր հանցագործներին ազատազրկում ենք եւ եթե որևէ հանցագործ որոշել է, որ ինքը պիտի զբաղվի քաղաքականությամբ, ուզում եմ հիշեցնել, որ դա ավտոմատ կերպով իրեն քաղբանտարկյալ չի դարձնում։ Ինքը շարունակում է մնալ հանցագործ եւ պիտի բացառապես քաղբանտարկյալ է, սա լինելու է ձեր խարանը տարբեր զրուցակիցներ ենք ունենում, շատ ենք լսել այս ամբողջ ընթացքում, մինչև Արտուր Օսիպյանը Բագրատ Սրբազաններ մեր խարանը եւ քաղբանտարկյալ, մինչև դա էլի, մինչև դա որոշ իրոք հանցագործներ, էլ անուններ չեմ ուզում տալ, բայց այնպիսի մարդկանց են քաղբանտարկյալ կոչում մեր ընդդիմությունը, որ որևէ նորմալ երկրում նրանք ուղղակի իզով թոզով կորած կլինեին արդեն բոլորի տեսադաշտից եւ ընդմիշտ։ Եվ հետեւաբար նման խոսակցություններին պետք չի լուրջ վերաբերվել, պետք է օգտվելով առիթից եւս մեկ անգամ ես հիշեցնեմ մեր բոլոր քաղաքացիներին, որ ընտրակաշարք եւ տալը եւ վերցնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է ենթադրում, ընդ որում ոչ միայն կաշառք տալու, այլ վերցնելու համար մինչև 7 տարի ազատազրկում եւ այն Ռուսաստանից եկող այստեղ բոլոր արդեն գումար վերցրած եւ ըստ գումարի քվեարկության պատրաստ քաղաքացիներին ուզում եմ ուղղակի զգուշացնել, որ վաղ թե ուշ դուք քրեական պատասխանատվության եք ենթարկվելու եւ վերջում հայտնվելու եք բանտում։ Լավ, մեկ հոգու բացահայտեցիք, բայց չէ՞ որ կարող են այնպիսի մեխանիզմներ գործել, որ ուղղակի անհնար լինի բացահայտելը, Տիկին Բադալյան, եւ եթե մենք ամենօրյա ռեժիմով տալիս ենք օրինակ հատկապես ուժեղ Հայաստանն է առաջատար այս հակակոռուպցիոնի հաղորդագրություններից, ձայնագրություններից բարձ է դառնում առաջին հորիզոնականը ուժեղ Հայաստանն է, Բարգավաճ Հայաստանն է, Հայաստան դաշինքի հետ կապված էլ կան ընտրակաշառքի դեպքեր, բայց առաջատարը ուժեղ Հայաստանն է, դուք այսքան հորդորում եք 7 տարի նշում եք, բայց դրանից իրավիճակը չի փոխվում։ Գիտեք, այստեղ ավելի շատ բովանդակային ես լուրջ խնդիր եմ տեսնում։ Եվ անհավասար շահազար նեղություն եւ անհավասար ընտրական պայքար է։ Այո, այս մասին էլ ենք շատ զրուցել, բայց տեսեք, ես այստեղ ավելի շուտ տեսնում եմ լուրջ քաղաքական բովանդակություն, որը այսպես ֆոնային իրավիճակ է ստեղծում, ինչ նկատի ունեմ, փորձեմ պարզաբանել։ Տեսեք, 2021 թվականին մենք ընտրակաշառքի շատ քիչ դեպքեր ունեինք
եզակի դեպքեր են եղել։ 2018 թվականի ընտրությունների ժամանակ դրանք գրեթե չեն եղել։ Հիմա այստեղ ինչ է կատարվում։ Ուզում են ընտրակաշարքի մշակույթը հետ բերել եւ նորից արմատավորել։ Այստեղ է խնդրեմը։ Խնդրեմը իրենք շատ լավ գիտեն, որ իրենք իշխանություն չեն դառնալու։ Իրենք հիմա պայքարում են ընդհանրապես ազգային ժողով մտնելու համար, եւ սա փաստ է, եւ բոլոր հարցումներն են դա ցույց տալիս, եւ ես առավել քան վստահ եմ, որ հունիսի 7-ին այդպես է լինելու է։ Նրանց խնդիրն է ինչ որ մի կերպ ճողոպրել ազգային ժողով, որովհետեւ իրենք պլաններ ունեն ինչ որ իրականացնելու։ Այս ընտրակաշարքին այդպես պարզունակ պետք չի նայել, որ ընտրակաշարք տվեցինք մի երկու ձայն, այս կողմ մի երկու ձայն այն կողմ։ Իրենց ընդհանուր առման պլանները շատ հետաքրքիր են։ Օրինակ հիշեցրեցիք Գագիկ Ծառուկյանին, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մինչև հիմա դեռ վարչապետի տեխնացուի մասին չի հրապարակել։ Բայց ասում է Ծառուկյանն ինքը ունի 4-5 տեխնացու։ 4-5 տեխնացու չունի, նա ունի 2 տեխնացու, այսինքն Հայաստան դաշինքը եթե հաղթահարեց 8%-ի շեմը եւ մտավ, իր ձայնը վարչապետի տեխնացուն դառնալու է Ռոբերտ Քոչարյանը։ Եթե Հայաստան դաշինքը քանի անգամ ասել է, որ եթե Քոչարյանը լինի, կապրենք, կտեսնենք։ Եթե Հայաստան դաշինքը չկարողացավ հաղթահարել, պլան B Սամվել Կարապետյան չէ, Նարեկ Կարապետյանը, որտեղ Սամվել Կարապետյանը աշխարհն էլ փուլգա չի կարող դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը ազատ, անկախ եւ ինքնիշխան երկիր է։ Այլ բան, եթե կդառնա գուբերնիա, ամենայն հավանականությամբ մի բան կփոխվի եւ կդառնա։ Դրա համար այն 4-5-ը մի քիչ էլ էսպես պլան B, մի քիչ էլ էսպես ապահովության համար այլ տեխնացու ունեն։ Այսինքն Ծառուկյանը ունի պլան B ունենալու, հասկանում եք, լինելու են մարդիկ, որոնք ընտրելու են մի կուսակցություն, որ ունի 0 քաղաքական օրակարգ եւ տեսլական Հայաստանի Հանրապետության զարգացման վերաբերյալ։ Եվ նրանց ընտրելու է ինչ որ մարդ, ինչ որ մեկը լինելու է, որ գնալու է քվե է տալու, նույնիսկ առանց ընտրակաշարքի։ Այսինքն մեր երկրում դեռ այս քաղաքական հասունացման փուլը դեռևս չի ավարտվել ամբողջ։ Եթե ամփոփենք Տիկին Բադալյան, ըստ էության հիմա այսօր էլ վարչապետը հայտարարում էր, որ Հայաստանը հիմա ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի ժողովրդավար է, քան երբևէ, գիտեք այդ շարքը բոլոր։ Եթե ստացվի այնպես, որ դուք վերընտրվեք, ապա հաջորդ 5 տարիներին ձեր ձեռքերը ավելի ազատ են լինելու գործելու առումով։ Գիտեք ինչու, որովհետև նույն դատաիրավական համակարգից երբ վարչապետը խոսում է, այնտեղ ուրեմն դատավորներին ստեյության սպառնալիք կար, մաֆիայից է խոսում արմատացած, հարց է առաջանում, իսկ ինչ գործիքակազմով է պայքարելու նույն վարչապետը կամ իշխանությունը, ուրեմն այդ մաֆիան չեզոքացնելու համար, չէ՞ որ նույն դուք եք վարչապետներ, որ ասում եք դատաիրավական համակարգի վրա մենք ոչ մի ազդեցություն չունենք, մենք հին մեթոդներով թող անկախ որոշումներ կայացվեն, բայց հիմա վարչապետը օրինակ հայտարարում է, որ կխլի այս մի օլիգարխից սա, իդեպ նա այն ժամանակ հեղափոխությունից հետո այլևս օլիգարխ չէր, հիշում եք ձեր խոսքերով ինքը սեփականատեր էր դարձել։ Տեսեք, 2018 թվականից հետո, երբ որ մենք մեր նպատակների մասին բարձրաձայնեցինք, թե ինչ ենք ուզում փոխել եւ ինչ չենք ուզում փոխել, որևէ բան չենք կեղծել եւ որևէ նպատակ մինչ օրս չի փոխվել, ինչպես նկատել եք, եթե ուշադիր հետևեք, կտեսնեք, որ դա այդպես է, նպատակները շարունակում են նույնը մնալ։ Գուցե մենք չենք պատկերացրել, որ Հայաստանի Հանրապետությունում չի ընդունվել որևէ որոշում։ Գուցե մենք դա չենք պատկերացրել, որ տարբեր ինստիտուտներ էլի ղեկավարվում են կամ մասամբ կամ մեծ մասամբ ղեկավարվում են, իրենք ինքնիշխան չեն, իրենք երկրի ներսում չեն։ Հիմա միջազգային գործընկերները մեզ որոշակի օգնություն, միջազգային փորձի փոխանակում, գործիքների արդեն փորձված տրամադրում չեն իրականացրել, որովհետև մեզ չեն դիտարկել որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան երկիր, նույնիսկ հեղափոխությունից հետո, որովհետեւ այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունի քաղաքականությունը չփոխեց եւ դիտարկվել է մինչեւ վերջերս որպես Ռուսաստանի Դաշնության, ինչպես ասեմ, չասեմ պրոքսի, բայց մի խոսքով հետ փոխկապակցված ինչ որ մի երկիր, որը մեծ մասամբ այնտեղից է ղեկավարվում կամ այնտեղ են որոշում նրա քաղաքականությունը եւ ապագան։ Մենք այսօր այդ խնդիրները այլևս չունենք։ Մենք անկախ եւ ինքնիշխան երկիր ենք, որտեղ ընտրությունները լինում են ազատ, արդար, թափանցիկ, որտեղ ժողովրդավարություն է, որտեղ ընտրված
առաջնորդը լեգիտիմ է եւ ինչպես նկատել եք մեզ հետ համագործակցում են թե արևմտյան երկրները, Ամերիկայի Միացյալ Դուք Նահանգները։ Ռուբիոին ես մեջ վերեցի, տեսակ Ռուբիոն էլ մտահոգված է, որ Ռուսաստանն է մտահոգված հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման հանգամանքով։ Տեսեք, որովհետև հայ-ամերիկյան հարաբերությունները տիրոջ եւ վասալի կարգավիճակով չեն, դրանք գործընկերային են եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները երբևէ չի խառնվում Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, ներքին հարցերին։ Անում է առաջարկություններ, մենք քննարկում ենք եւ համագործակցում ենք, ինչը երբեք չի կարելի ասել, որ եղել է մեր կյանքում։ Մեզ տրվել է մի փոքրիկ, այսպես փոքրիկ ողորմության նման մի փոքրիկ հաջողություն եւ դրա փոխարեն մեզանից վերցվել է հնարավոր ամեն ինչ։ Եվ հետեւաբար մենք արդեն եւ ժողովուրդն էլ ընդհանուր առմամբ այնքան ենք հասունացել, որ գիտակցենք եւ նաեւ տեսել ենք վերջին տարիներին, որ Հայաստանի Հանրապետության հետ կարող են բոլորը շփվել հավասարը հավասարի հետ եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Շնորհակալ եմ Տիկին Բադալյան։ Շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է 2 ամսով։ Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության աջակից Ալեքսան Ալեքսանյանը ղեկավարվելով մեր ձևով ազգային արժեքների պահպանություն հասարակական կազմակերպությունը 25 թվականի սեպտեմբերից մինչև 26 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում շուրջ 1400 քաղաքացու ձևականորեն աշխատանքի է ընդունել նրանց կուսակցության ու հասարակական կազմակերպության կազմակերպած հավաքներին ու ցույցերին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու նպատակով։ Քննության տվյալներով հասարակական կազմակերպության բանկային հաշիվներին Տաշիր խմբի հետ փոխկապակցված մի շարք կառույցներից փոխանցվել է շուրջ 1.6 միլիարդ դրամ, 230,000 եվրո եւ 75,000 ԱՄՆ դոլար, որոնք իրավապահները համարում են հանցավոր ծագում ունեցող միջոցներ։ Ըստ քննչական կոմիտեի աշխատանքի ընդունված անձանց զգալի մասը փաստացի աշխատանք չի կատարել, իսկ նրանցից շատերը նույնիսկ տեղյակ չեն եղել իրենց գործառույթների բնույթին։ Նշվում է, որ տարբեր վճարումների ու աշխատավարձերի անվան տակ նրանց տրամադրվել է ընդհանուր ավելի քան 763 միլիոն դրամ։ Գործի շրջանակում իրականացվել են բազմաթիվ քննչական գործողություններ, հարցաքննվել է շուրջ 500 անձ։ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Ազգային ժողովի ընտրությունների քարոզ արշավին մնաց 3 օր, որից հետո հունիսի 6-ին կլռեն բոլոր քաղաքական ուժերը։ Այսօր քաղաքացիական պայմանագիրը ամփոփում է իր մարզային այցերը, վերջին կանգառը Գեղարքունիքն է։ Նիկոլ Փաշինյանը Ծովակ համայնքում խոսել է իր ձևակերպմամբ եռագլուխներից։ Իսկ այդ մարդիկ պատերազմի եւ լրտեսական եռագլուխ կուսակցությունը, որ այսօր ուզում են հանդես գան որպես ուժեղ կամ հզորի դերում, այդ մարդիկ Ժորժան, իրեքն էլ իրանց կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել։ Այդ մարդիկ իրանց ոչ գործունեությունը ծավալել են հովանավորների ներքո եւ այսօր էլ տենց է։ Ռոբերտ Քոչարյանը ինքը ինքնուրույն չի մտել քաղաքականության մեջ։ Եվ բացահայտվել է դեռ 2023 թվականին նրա խնդրանք աղերսանքը ուղղված օտար երկրի, որ ինձ մտցրել է քաղաքականություն, հիմա խնդրում եմ դուրս անեք։ Ինքը այսօր քաղաքականությամբ զբաղվում է, որովհետև իրեն ցույց չեն տալիս քաղաքականությունից դուրս գա։ Եվ այո, ինքը դուրս չի գալու ոչ միայն քաղաքականությունից, այլև Հայաստանից։ Ինքը այս ընտրություններով միջև քոք մաշելու է ու տենց մաշացել հայտնվելու է բանտում։ Մենք համբերատար սպասել ենք, բայց էլի ասում եմ, հերիքա Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ պետք է Հայաստանում դատաիրավական մաֆիան արմատախիլ անի, որովհետև 8 տարի թևերները փռել են Ծառուկյանի վրա, թևերները փռել են Քոչարյանի վրա, թևերները փռել են Կալուգացու Սամոյի կլանի վրա, դրանք պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում եւ Հայաստանում դատաիրավական մաֆիան պետք է ջախջախվի։
Ծառուկյան գագիկը ուրիշի հանձնարարությամբ օտար երկրյա գործակալներին դրել է իր կուսակցության երկրորդ համար։ Ինքը իմացել է, որ գործակալի է դնում երկրորդ համար, ինքը գործակալ է օտար երկրյա, եւ ով որ նրան ձայն տվեց, ձայն է տալիս օտար երկրյա գործակալներին։ Հստակ ասում եմ, այդ մարդը իր կյանքում ոչ մի ինքնուրույն բան չի ասել։ Տենց մուսուլներին մի նայի, դրանք փոքրիկ երեխաներ են, որոնք պապաների կարիք ունեն։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ երեքը այսօր դրսում են պապաներ փնտրել եւ գտել, քանի որ ինքը հրաժարվել է նրանց պապայություն անել։ Մենք պետք է նրանցից հատիկ հետ բերենք թալանված ամեն կոպեկը Ծառուկյան գագիկից, Կալուգացուց, Ռոբերտ Քոչարյանից։ Ասել է վարչապետը, հավելելով, որ դա արդեն տեղի է ունենում վերջին տարիներին շուրջ 8 միլիարդ դոլարի գույք ու ֆինանսական միջոցներ են վերադարձվել ժողովրդին։ Նա նշել է, որ այսօր անվտանգ ու բարեկեցիկ ենք ավելի քան երբևէ։ Եվ դրա արդյունքում այսօր մենք պետություն ենք ավելին քան երբևէ, անկախ ենք ավելի քան երբևէ, անվտանգ ենք ավելի քան երբևէ եւ բարեկեցիկ ենք ավելի քան երբևէ։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն։ Եվ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Արդեն 2 տարի մենք սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Եվ սա մեր մեծագույն հարգանքն է մեր նահատակների հիշատակին։ Որովհետև եկեք պատկերացնենք, մենք Ղարաբաղի հարցը շարունակում ենք։ Ղարաբաղի շարժումը շարունակում ենք։ Ինչ ալնելու ժողովուրդ ջան։ Ալնելու են մանր ու մեծ պատերազմներ, ալնելու են շարունակական զոհեր, եւ վերջում ինչ ալնելու։ Վերջում ալնելու է Հայաստանի պետականության կորուստ։ Հայաստանի պետականության կորուստ։ Այդ գայթակղությունից մենք ազատել ենք, ես ազատել եմ Հայաստանի Հանրապետությունը։ Հանուն Հանրապետության կուսակցությունը յուրօրինակ ակցիա է արել կալոշներով Ռուսաստանի դեսպանատան մոտ, ընդդեմ վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության կողմից հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների։ Վերջին օրերի իրադարձությունները, հատկապես Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները օրվա հրամայական են դարձնում ընդհանրապես ռուսական ներկայության հարցը դնել օրակարգում։ Ռուսաստանը ըստ էության պատերազմ է հայտարարել Հայաստանի Հանրապետությանը, Պուտինը անձամբ որոշել է փողով, վախի եւ սպառնալիքի լեզվով ոտնձգել մեր երկրի սահմանադրական կարգին։ Մենք տեսնում ենք ահռելի ապացույցներ, որ իր համար ընդունելի, նախընտրելի քաղաքական ուժերը ապօրինի կանխիկ միլիոնավոր դոլարներ են դրել շրջանառության մեջ ընտրություններին ընդառաջ եւ սա խոսում է այն մասին, որ Պուտինը, որը այսօր Հայաստանի ընդդիմության հիմնական դերակատարն ու սեփականատերն է, որոշել է զավթել մեր պետությունը։ Հայաստանը համարում է ժամանակավորապես կորցված տարածք, հայկական պետությունը համարում է թյուրիմացություն եւ մեր պարտքն է այսպիսի ակցիաներով ցույց տալ, որ Ռուսաստանի քաղաքական, տնտեսական եւ ռազմական ներկայությունը ցանկալի չէ մեր երկրում եւ հունիսի 7-ին ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի այդ մտադրությունը, Պուտինի այդ մտադրությունը ամբողջությամբ չեղարկվի, տեղ չգտնի, իրականություն չդառնա եւ Պուտինը պարտվի հունիսի 7-ին։ Հանուն Հանրապետության կուսակցությունը առաջին օրից եղել է ընդհանրապես ռուսական ներկայությունը սահմանափակելու օրակարգի ջատագովը։ Մենք նախորդին Գյումրիում էինք եւ մեր ակցիաների քարոզարշավի մի հատվածն էլ անցկացրինք ռուսական ռազմաբազայի դիմաց, կարծում ենք այդ ռազմաբազան պիտի դուրս բերվի Հայաստանից, որովհետեւ ըստ էության արտաքին սպառնալիք իրենք չեզոքացնում, հակառակը Գյումրիում մենք ապացույցներ ունեցանք
որ ռուսական ռազմաբազայի Հայաստանի քաղաքացիներին ուղակի ուղղորդում են Սամվել Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին քվեարկել եւ սա ըստ էության ապացուցում է, որ արտաքին սպառնալիք չեզոքացնելով ներքին սպառնալիք են ստեղծում ռուսական ռազմաբազան ներքաշվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին այս ընտրական գործընթացներին մենք կոչ ենք անում մեր ժողովրդին հունիսի 7-ին հավասարապես տեր կանգնել եւ իշխանությանը եւ ընդդիմությանը քվեարկել համար 18-ին Եվ այս պահին զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաքունց, շնորհակալ եմ միանալու համար։ Ողջույններ Տիկին Սիանուշ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաքունց, ուզում եմ անդրադառնանք հենց այսօր վարչապետ Փաշինյանի արած մի շարք հայտարարություններին, մասնավորապես դատաիրավական մաֆիայի հետ կապված Հայաստանում պետք է դատաիրավական մաֆիան արմատախիլ արվի, այսօր Գեղարքունիքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ նորից խոսելով իր ձևակերպմամբ այդ եռագլուխներից ըստ էության ակնարկելով, որ ուրեմն նրանց ունեցվածքի հետ կապված նույնպես կլինեն կոնկրետ քայլեր, ավելի վաղ էլ գիտեք, Գագիկ Ծառուկյանի Սարի գլխին ուրեմն կանգնած տան հետ կապված ասում էր ծերանոցի է վերածվելու դուք ընդհանուր առմամբ մեկ այս 8 տարիների ընթացքում ձեզ հետ պարբերաբար խոսել ենք դատաիրավական համակարգում առկա լրջագույն խնդիրների մասին հիմա վարչապետը ասում է որ կլինեն քայլեր ըստ էության եթե իրենք վերընտրվեն դատաիրավական համակարգում մաֆիան արմատախիլ անելու համար ինչն էր խանգարում վարչապետին այս 8 տարիների ընթացքում այդ մաֆիան արմատախիլ անելու Իրապես մենք բազմիցս ենք նաև ձեր տաղավարում ձեր հետ, ձեր ընկերների հետ, գործընկերների հետ խոսել Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին եւ կրկին ես պետք է հիշեցնեմ, որ Թավշյա հեղափոխությունից հետո 2018 թվականի դեկտեմբերի վերջին մի խումբ քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների կողմից մենք ճանապարհային քարտեզեր ենք հրապարակել ներկայացրել իշխանություններին դեկտեմբերի վերջին 28-ին մինչև հիմա հիշում եմ որտեղ մենք առանձնակի եւ առանձնահատուկ կարևորել էինք անցումային արդարադատության գործիքների եւ մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը դա վերաբերվում էր վեթինգին ամբողջ կառավարման համակարգում եւ հատկապես նաեւ մասնավորապես դատական համակարգում վերաբերվում էր փաստահավաք հանձնաժողովին, այսինքն ճշմարտության հանձնաժողովին, որը պետք է հավաքագրեր վկայությունները մարդկանց, որոնց իրավունքները կոպտորեն խախտվել էին, անգամ պետք է ասեմ, որ 2019-22 թվականների դատաիրավական բարեփոխումներին այդ փաստահավաք հանձնաժողովի վերաբերյալ դրույթը ներգրավված էր այդ ռազմավարության մեջ, բայց որ այդպես էլ չիրականացվեց մինչև հիմա։ Եվ իհարկե մյուս կոմպոնենտը դա ապօրինի ճանապարհով ձեռքբերված գույքի վերադարձներ, իդեպ սա այդ էլ կապված մենք գտնում ենք, որ խոսքը պետք է վերաբերի ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ նաև իրավաբանական անձանց, որոնք ձեռք են բերել գույքը եւ չեն կարող այդ գույքի ձեռքբերման աղբյուրների ծագումը բացատրել, հիմնավորել։ Բայց տեսանք, թե ինչպես եղավ, վեթինգը բարեհաջող տապալվեց եւ այս առումով իհարկե նախընտրական ժամանակահատվածում կարող են հնչել եւ հնչեցվում են դժգոհություններ կամ խոստումներ եւ այլն, բայց ես չեմ ուզում դրան անդրադառնալ, ես գտնում եմ, որ այսինքն իմ այդպիսի համոզմունք է ձևավորվում, որ դատական համակարգի անկախության երաշխավորման, ապահովման եւ դրան հասնելու
մեխանիզմների, ճանապարհների հարցը լրջագույն քննության կամ բանավեճի թեմա չի դառնում ցավոք սրտի, ինչպես նաև մարդու իրավունքների թեման։ Բոլորն են դժգոհում են, բոլորն էլ ելնելով նրանից թե ինչ փորձառություն ունեն այդ դատական համակարգում եւ պետք է ասել, որ վերաբերվում են դատական համակարգին կամ խնդիրներին ըստ իրենց աշտարակի բարձունքից կամ այն խնդիրներից, որոնք ըստ տարբեր քաղաքական ուժեր ունեցել են։ Եթե հաջողված նրան իրենց շահերին համապատասխան վճիռներ կամ որոշումներ են եղել, դրա մասին լռում են, գոհ են, իսկ եթե վճիռները բավարար չեն եղել կամ չեն բավարարել իրենց ակնկալիքներին, ապա դժգոհ են։ Խնդիրը վերաբերում է նրան, որ ինչ որակումներ էլ տրվի, դատական համակարգում մթնոլորտը չի փոխվել։ Գիտեք, սա այդ դեպքն է, որ տիպիկ պետք է այդ օրինակը բերել։ Դրսից ջրհորի մեջ, որը չորացած է, ջուր լցնելով այդ ջրհորը օգտակար չի լինում, այսինքն դա ջրհոր չի դառնում։ Պետք է հիմքից ինքը ունենա իր ծագումը եւ այդ առումով դատական համակարգում պետք է արմատական փոփոխություն, որովհետեւ մարդու իրավունքների խախտման թեման քննության առարկա դառնում է դատարանում եւ դատարանը պետք է ունենա այն վստահությունը եւ դատարանի նկատմամբ պետք է լինի ավելի ճիշտ հանրային վստահությունը, որ ինքը դատարավորը հանդես է գալուց բացառապես արդարադատության շահից, օբյեկտիվորեն։ Բայց իրապես այդ խնդիրները կան եւ բայց մի հատ հարց էլ է իմ մոտ առաջ գալիս։ Լավ, եթե արձանագրում ենք, որ այդ վիճակը անմխիթար է, ապա ով է պատասխան տալու այդ մխիթար վիճակի համար։ Կար կոնկրետ մի ամբողջ գերատեսչությունը, արդարադատության նախարարությունը, որի հետ մենք աշխատել ենք։ Օրինակի համար քննության առարկա է դառնում բացի դժգոհությունից, թե որոնք էին այդ պատճառները, որոնց հետևանքով այդ վետինգ ասածը չեղավ։ Կամ ինչու միայն դատական համակարգում, միջապետական կառավարման համակարգում այդ վետինգի անհրաժեշտությունը չկար, Պաշտպանության նախարարությունում այդ վետինգի անհրաժեշտությունը չկար, ես ուղղակի հիշատակեմ, հիշում եք գնդապետների գեներալի մոտ կարծեմ 35 հոգի էին, որ քաղաքական հայտարարության հանդես եկան ծանրագույն ժամանակ, կամ ինչ է, երբ որ հանդես են գալիս ազգային անվտանգության ծառայության պահեստազորային սպաները, որոնց մի մասը նաև շարունակել է աշխատել, անգամ եղել է ծառայության պետ Թավշյա հեղափոխությունից հետո, այդտեղ չկար վետինգի անհրաժեշտությունը։ Ուզում ասել, տարբեր, եթե օրինակներ այդպես բերենք, ապա այո, տարբեր գերատեսչություններում, տարբեր բնակավարներում խնդիրները առկա են, ոչ միայն դատական համակարգում, եւ սա պահանջում է համակարգային մոտեցում։ Շատ ենք օգտագործել լյուստրացիա անվանումը, այդ տերմինը, եւ դրա իրականացման համար անհրաժեշտ է նաեւ համապատասխան օրենսդրության ընդունումը, որտեղ խնդիրը միայն ազգային անվտանգության ծառայության համակարգին չի վերաբերվում։ Խնդիրը վերաբերում է նրան, որ տարբեր բնակավարներում մեր կյանքի հետ խորհրդային ժամանակահատվածում մնացել է այն մտայնությունը, որ անվտանգության, օտարերկրյա անվտանգության մարմինների հետ համագործակցությունը կամ շփումը նորմալ երևույթային չի եղել։ Այսինքն ինքը չի ձևավորվել այն մտածելակերպը, որ չի կարող նման համագործակցությունը ընդունելի համարվել եւ դրա համար չկա իրավական այդ համապատասխան բազան եւ այդ աշխատանքը, որովհետեւ
Եթե նայում ենք օրենսդրության մեջ, ապա միայն խոսքը գնում է այնպիսի գործողությունների մասին, որ տվյալների փոխանցում է կատարվում, պետության անվտանգության վերաբերյալ, բայց ինքնին անգամ համագործակցությունը անկախ այս տվյալը փոխանցվում գաղտնի թե ոչ ընդունելի է համարվում։ Եվ ինչու միայն, եւ դա ոչ միայն չկենտրոնացնեմ ազգային անվտանգության ծառայության բնակավարին, ինչ որ դեն դատական համակարգում չկա, հիշեցնեմ, որ դատավորը, որի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել եւ կարողացավ ուրեմն ճողոպրել Հայաստանի Հանրապետության սահմանները, գտնվելով քրեական հետապնդման ներքո կամ այն բարձրաստիճան պաշտոնները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության դուրս, Հայաստանի Հանրապետությունից դուրս, որտեղ են հանգրվանել։ Այնտեղ որտեղ ամենայն հավանականությամբ այդ պետության հետ ունեն շատ լավ համագործակցության փորձ եւ իրենց ապաստանը, այսպես կոչված քրեական հետապնդումներից քրեորեն հետապնդելի բովանդակային նշանակություն է զուտ քրեական գործողությունների համար այդ հետապնդումից ապաստան են գտնում եւ թաքնվում են այնտեղ, որտեղ ուղի հետ ունեն շատ սերտ համագործակցություն։ Ուզում եմ ասել, բացի դժգոհելուց պետք է նաեւ ոչ միայն վերլուծել, գիտակցվի համակարգային վեթինգի անցկացման ոչ միայն անհրաժեշտության մասին, որի ուղղությամբ ջանքեր գործադրել ենք, անգամ հանցումային արդարադատության թեմայով ազգային ժողովում լսումներ կազմակերպեցին, բայց դա չդարձավ գաղափարը, այն գաղափարը, որի իրականացման ուղղությամբ ջանքեր պետք է գործադրել եւ հիմա այդ ամենի հետևանքով առերեսվում ենք այն իրավիճակի հետ, որում մենք հիմա գտնվում ենք եւ հերթական անգամ հերոսաբար պետք է հաղթահարենք այն խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ էր ժամանակին կիրառել անցումային արդարադատության գործիքները։ Անհրաժեշտ էր ինստիտուցիոնալ մոտեցումներ։ Եվ հիմա, գիտեք, մինչև հիմա բացառությամբ երևի թե հանրային, մեր մակարդակի, ասենք թե հասարակական գործիչներ, առանձին փորձագետներ, որևէցի անգամ դուք լսել եք FSB անունը, Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային մարմնի անվանումը որևէ քաղաքական գործիչի շուրթերից, ես նկատում եմ իշխանության կամ թեկուզ իհարկե դերընտունության շրջանակներից դա դժվար է ակնկալել։ Եվ ասենք թե հարց, որ գիտեք, այսինչ կամ այնինչ մարդը համագործակցել է Ռուսաստանի Դաշնության կամ արտաքին դաշնային անվտանգության ծառայության կամ արտաքին հետախուզական ծառայության կամ գլխավոր հետախուզական վարչության, ԳՌՈ, ՍՎՌ, FSB անգամ հիմա են խուսափում եւ դա հասկանալի է, որովհետեւ Ռուսաստանի անվտանգային մարմինների անվանումը հնչեցնելը կամ դրան թիրախավորելը ռիսկային է համարվել եւ իմ կարծիքով այդ ռիսկային լինելու գործոնն է հանդիսացել խոչընդոտը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրականացված թավշյա հեղափոխության հետ կապված ակնկալիքները ինստիտուցիոնալ մակարդակով իրականություն չդարձան։ Եվ հենց այդ օրենսդրական, ես նկատում եմ ինստիտուցիոնալ, ուրեմն տեղեկատվական եւ այլն առումներով, որի պարագայում ես վստահեցնում եմ այն խոսույթները եւ այն դժգոհությունները եւ այն մթնոլորտը, որը հիմա գոյություն ունի այս նախընտրական փուլում, այսպեսին չէր կարող լինել եւ չէր լինի, եթե այդ ամենը կատարվածն է։ Այնպես որ բացի դժգոհելուց պետք է նաեւ խորանալ պատճառների մեջ քաջություն ունենալ խոստովանել, որ այո, ծախողել ենք եւ այդ առումով այդ ուղղությամբ մեր առաջարկներից մենք առաջարկներ
եւ ներկայացրել ենք եւ անգամ ջանքեր են գործադրել թե ինչպես կարելի է դա իրականացնել մեխանիզմներ, բայց հաջողությամբ ցախողվեց եւ հիմա ցախողման պտուղների հետ կամ ցախողման հետևանքների կարողացնում ենք։ Սա է։ Տեսեք, պարոն Սաքունց, միաժամանակ մենք տեսնում ենք հայտարարություններ վարչապետի կողմից, որ օրինակ Ծառուկյան Գագիկ ուրեմն Քոսարի գլխի տունը կվերադարձվի պետությանը, կվերցվի պետությանը, կհանձնվի։ Ես կամ տեսնում ենք հայտարարություններ վարչապետի կողմից եւ արագ արձագանք ենք տեսնում իրավապահ համակարգի կողմից։ Հիմա հարց է առաջանում, արդյոք կա միջամտություն իրավապահ համակարգի գործողությունների իշխանության կողմից։ Դուք տեսնում եք արդյոք միջամտություն, որովհետև շատերը հենց նշում են, որ կա կոնկրետ միջամտություն եւ դարձյալ այսպես սելեկտիվ արդարադատությունն է մեր երկրում գործում։ Այն քիչ առաջ որ նշեցի համակարգային մոտեցումների եւ բարեփոխումների եւ ընդհանրապես այդ անցումային արդարադատություն ասվածը, երբ որ դա չի իրականացվում, այսինքն չկա այդ համակարգային մոտեցումը, ապա այո, առանձին հատվածային դեպքերով անդրադարձը եւ գործողությունները հենց վկայում են ընտրովի արդարադատության գոյության մասին։ Ցավոք սրտի։ Այսինքն, երբ որ իրապես են ժողովրդի ասած ջուրը կամուրջը արդեն բարձրանում է կամուրջից վերև, սկսում են ահազանգել, բայ, այս ինչ վիճակ է, այն դեպքում, երբ որ կարելի էր կառուցել անհրաժեշտ պատնեշներ եւ անհրաժեշտ աշխատանքներ կատարել, որպեսզի ջրհեղեղի տակ չլիներ։ Սա ուղղակի որպես գործիքի առումով եմ ես ասում, մոտեցման առումով, այո, կա այդ ընտրովի արդարադատության փաստը, բայց այն վտանգները, որոնք կան այդ ընտրովի արդարադատության միջոցով այդ կանխելու անհրաժեշտության տեսակետից դրանք շատ ավելի մեծ վտանգներ են։ Գիտեք, դա արդեն պետության ինքնիշխանության, անվտանգության հետ կապված հարցեր են։ Եվ այդ առումով ինքնին, երբ որ այդ վտանգները մենք գնահատում ենք, ապա այդ դեպքում կներեք միջոցների մեջ խտրություն դնելու մասին արդեն խոսույթը դառնում է մի քիչ շատ ավելի անհեթեթ։ Գիտեք, Տիկին Սյանուշ, եթե հիմա նայեք լրահոսը առավոտի եկուն, ես չեմ նայում հիմա նախընտրական այս քարոզչության ընթացքում ով ինչ ասեց եւ այլն, իշխող կուսակցություն դե 18 դաշինք են մասնակցում։ Միջազգային լրահոսի թոփ թեմաներից մեկը Հայաստանն է հիմա։ Ինչու՞։ Ռուսաստանի կողմից իրականացված քաղաքականության պատճառով։ Այո։ Այդ շատ ընդհանրական եք ասում։ Ռուսաստանի կողմից քաղաքականության մասին։ Պատժամիջոցների, լավ, ամեն օր ահագնացող։ Այո։ Այո, ամեն օր ահագնացող սպառնալիքներ, պատժիչ իրապես գործողություններ, երբ որ ասենք թե տնտեսական ապրանքների արտահանման դեմ արգելքներ, տեղեկատվական, ուրեմն սպառնալիքներ, անգամ որ գիտեք խելոք մնացեք, թե չէ մենք կարգի կբերենք, պատկերացնում եք այդպիսի բնույթի։ Եվ սա շատ հիշեցնում է 2013 թվականի սեպտեմբերը, իհարկե այդ ժամանակվա իշխանությունը տրամաբանորեն պետք է ենթարկվեր ու ենթարկվեց, տրամաբանորեն նկատում են, որտեղ ինքը չէր էլ կարող երազում անգամ մտածել, որ կարող է հակառակվի Կրեմլին, բայց այն ինչ որ տեղի ունեցավ Ուկրաինայում, դա այո այն անգամ նաև այդ օրինակն է բերում, տեսակ ինչ եղավ Ուկրաինայի հետ։ Եվ այս պարագայում, երբ որ իրապես պետության եւ քաղաքացիների անվտանգության խնդիրն է, այո մեր ներքին այդ իրավիճակի հետ կապված հարցերը դառնում են իրապես մի քիչ խամրում են, չնայած այդ իրավիճակի համար նորից կրկնեմ պատասխանատվությունը կրում է նաև իշխանությունը, որտեղ ժամանակին եթե ինստիտուցիոնալ
այդ փոփոխությունները կատարել Թավշյա հեղափոխությունից հետո, ապա մենք վաղուց այդ հարցերը լուծած կլինեինք, չնայած նույնիսկ եմ կրկնում, լավ է ուշ քան երբեք։ Օրինակ նույն դատական համակարգի ուրեմն դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության այդ խնդիրը ինքը հանդիսանում է ազգային անվտանգության հիմնակարներից մեկը, ոչ միայն պաշտպանության նախարարություն։ Եվ որ իրավական համակարգի անվտանգություն ասածը չի ընկալվում, որ հիմքում ընկած է արդարադատության շահը, ապա այդ եւ դու արդեն դա ձախողել ես, ապա նման պարագայում այո արդարադատության անկախության խնդիրը ունենալով դու այդ արտաքին սպառնալիքները դիմագրավելու այլ գործիք չունես, քան կընտրովի արտադրության ուրեմն գործիքները, որ հիմա մենք տեսնում ենք։ Դա խաթարում է, այո, իհարկե խաթարում է։ Երբ որ մենք խոսում ենք ընտրությունների դելեգիտիմացման ռիսկերի մասին, ապա հենց դա է նկատի ունենք։ Կրեմլի ձեռքին գտնվող գործիք, Կրեմլի ձեռքին այն գործիքները, որ ունի, ինքը պահպանել էր այդ գործիքները, ով պատասխանատու, ով ամեղավոր, որ այդ գործիքները շարունակեցին մնալ եւ ներկայումս Հայաստանի ներքաղաքական այս իրավիճակում կիրառվում են Կրեմլի կողմից։ Ով? Կրեմլն ամեղավոր։ Եվ շատերը հիմա ասում են, չէ, Կրեմլի ձեռք չտա։ Ես մասնեն դժգոհ եմ, որ Կրեմլի այդ գործիքները կիրառում։ Բայց կներեք այդ ի սկզբանե, երբ որ հայտնի էր, որ այդ գործիքները կային, ինչ էր դրա համար պետք։ Պետք է Թավշյա հեղափոխությունից հետ այն ողբերգություններով անցնել, որ համոզված են, որ Կրեմլը եւ Կրեմլի ձեռքին է այդ գործիքները, որոնցով նա փորձելու է անընդհատ կանխել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան զարգացման հնարավորությունը, ժողովրդավարական զարգացման հնարավորությունը։ Ուկրաինայի փորձը դա այդպես չէր բանանում, ցույց տալիս։ Կամ Ուկրաինայի փորձը դաշ չեղավ։ Պարոն Սաքունց, կարծում եք, որ ուրեմն 18 թվականին իշխանությունը ուներ բոլոր այդ գործիքները Կրեմլի գործիքների դեմ պայքարելու, բայց փաստորեն ուրեմն չարեց եւ հիմա այս առումով որևէ արդարացում չունի կամ եթե իրեն գոնե փորձում են արդարացումներ փնտրել, որևէ արդարացում կարծում եք չունի, այնինչ չկարողացավ։ Դուք նաեւ նկատի ունեք հասնել նրան, որ Պարզապես այս ընտրություններին այնպիսի ուժեր, անձինք, որոնք նույն անդադ շեշտվել էր ընտրակեղծարարությամբ է զբաղվել, ապօրինի հարստացել են եւ այլն, պարզապես հնարավորություն չունեն այն մասնակցելու եւ իրենց մասնակցությամբ ազդելու այս գործընթացի վրա։ Տիկին Սիրանուշ, եկեք շատ կոնկրետ, հա։ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո երկու ընտրություն եղավ։ 2018 թվականի դեկտեմբերին եւ 2021 թվականի հունիսին, ճիշտ է։ Երկու արտահերթ ազգային ժողովի ընտրություններ։ Դա այն ժամանակահատվածներ, մեկը ոգևորության եւ մյուսը 44-օրյա պատերազմի այդ ողբերգական հետևանքներից հետո, բայց այդ ընտրությունների ժամանակ այն երևույթները, որոնք արդեն գոյություն ունեին եւ մերժվել էին մինչև 2018 թվականը ընտրակաշարք, քրեական հեղինակությունների փորձանելներ գրավել եւ այլն, կամ Կրեմլի կողմից այս հիբրիդային, որը շատերը կասկածի տակ են դնում հենց ելնելով Կրեմլի շահերի պաշտպանության անհրաժեշտությունից սպասարկելով դրանք չկային։ Եվ ինչու չկային, գիտեք, որտեղ հանրային վստահություն այնպիսի բարձր էր իշխանության եւ ժողովուրդը այդ իրապես ակնկալիքները ուներ եւ սպասելիքները ուներ, որ անհրաժեշտ ինստիտուցիոնալ փոփոխություն պետք է կա։ Ժողովուրդը ինքը ակնկալիքները ունի արդարադատության, արդարության վերականգնում։ Թե դա ինչպես պետք է իրականացվի, ժողովուրդը չէր կարող առաջարկել։ Դրա համար այդ օրակարգային հարցը կար։ Մեր մոտ փոփոխությունների ժամանակը իրական, հա, Թավշյա հեղափոխության, բովանդակության տեսակետից, երբ որ այդ արդարություն եւ արդարադատության եւ ինքնիշխան պետության այդ կոնցեպտը սկսեց գիտակցվել 2023 թվականից հետո կամ եթե գուցե եւ ավելի մի տարի ուշ
շուտ ավելի ճիշտ 2020 թվականի 22 թվականի դեկտեմբերի ջերմուկի դեպքերից հետո։ Երբ որ միանգամից պարզ դարձավ, որ գիտեք, չէ, Ռուսաստանի Դաշնությունը անվտանգության երաշխիքը չի։ Չնայած դրա համար պետք չէր անցնել այդ ամբողջ ողբերգություններով։ Դրա համար կար փաստ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը։ Այն ինչ պետք էր, այն ինչ փաստապետ, երբ որ քո դե ֆակտո երկրի ղեկավարին մի գիշերվա ընթացքում այնպիսի ճնշում են գործադրում, որ ստիպված է ընկրկել եւ իր ինքնիշխան որոշումից, վերջնաշուտ քաղաքական որոշում էր, չէ՞, Եվրոմիության արևելյան գործընկերության ասոցիացիան այդ գործընթացին մասնակցելու մասին։ 4 տարի բանակցություններ, աշխատանք եւ այլն։ Եվ հետո մի գիշերվա ընթացքում քեզ ստիպում են էլ դրանից ավել ինչ փաստեր պետք։ Ինչ փաստեր պետք, որ 2016 թվականի քարոզիա պատերազմը ապրիլին, որ առանց Ռուսաստանի հետ համաձայնության ով Ալիևը, որ նման քայլի գնա, հա, պատերազմական գործողություններ կիրառի։ Էլ ինչ էր պետք ան։ Այսինքն, ես ուզում եմ ասել, որ այո, իշխանությունը պատասխանատու որոշ գիտակցեց, բայց լավ է քան թե երբեք, այնուամենայնիվ մենք տեսանք Եվրոմիության հետ ռազմավարական նոր օրակարգի հաստատումը հաստ է։ Մենք տեսանք Եվրոմիության այդ հայտնի, որ պետք է կրկնել, ամրագրել, վերահիշեցնել Եվրոմիության քաղաքացիական դիտորդների ինստիտուտի ներգրավումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, որից հետո ըստ էության կայունացավ։ Թրիպի Միացյալ Նահանգների հետ նաև համաձայնությունները, Եվրոմիության հետ Եվրոմիության անդամակցելու գործընթացի սկզբնավորման մասին օրենքի ընդունում ազգային ժողովի կողմից, որը քաղաքական հստակ արդեն որոշում է։ Սրանք այո քայլեր են, բայց այդ քայլերը նորից կրկնեմ, դրանք, բայց իրենց ներքին բարեփոխումների առումով, եթե դրանք զուգահեռվեին իմ նշած անցումային արդարադատության մեխանիզմների եւ գործիքների կիրառումը, ես ես վստահեցնում եմ քաղաքական խճապատկերը բոլորին այլ կլիներ։ Եվ հիմա պետք չէր հատային ինչ որ գիտեք այդ կներեք այդ բառը պինցետով, հա, այսպես փորձել մեկ առ մեկ, հա, այդ վիրուսները բան անել, հանել, որը դա աբսուրդ է։ Շնորհակալ եմ։ Կովիդի ժամանակ, չէ, մեկ առ մեկ այդ վիրուսները կհանի։ Չէ, դա չի մեթոդը։ Եվ դրանից առթավորվում են։ Կրեմլը առթավորվում է։ Հայաստանում թիվ 1 օպոնենտը Հայաստանի Հանրապետության դեմ հանդիսանում է Պուտինը իր ռեժիմով, սա ակնհայտ փաստ է։ Եվ մի բան էլ ասեմ, կներեք, ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու։ Մենք ունենք դեռևս բավական լուրջ մարտահրավերներ, նաև ընտրություններից հետո։ Անկախ ընտրության արդյունքից կլինեն այդ մարտահրավերները դիմագրավելու հնարավորություն, թե չենք ունենալու այդ հնարավորությունը, բայց որ դիմագրավման այդ հարցը օրակարգում է նաև ընտրությունից հետո դա միանշանակ։ Կամ ուրեմն կունենանք այդպիսի իրավիճակ, որ դիմագրավման ռեսուրսներ կունենանք, կամ չենք ունենա այդ ռեսուրսները, կընկղվենք ճարճի մեջ։ Սա է հիմնական բանը։ Խնդիր եւ այս առումով իհարկե ես գտնում եմ, որ իշխանությունը պատասխանատու է այս իրավիճակի համար։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Սաքունց։ Հաջողություն։ Զրուցում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։